Ինքը անուղղակիորեն ընդունում է, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը քաղաքական բնույթ ունի։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանն ասում է, քաղաքացիով վրեժի ժամանակը դա սիրով համերաշխության կոչ էր, այլ ոչ թե բռնության եւ սպանության։ Դենք իրենց բոլոր զիջումները, անցյալ եւ սպասվող զիջումները փաթեթավորել են ինչ որ 4-րդ հանրապետության թղթով։ Ես տեսել եմ այդ թուղթը եւ ես Աստված եմ կանչում, երբ գա այդ օրը, որ իրանք այդ թուղթը հրապարակեն։ Վաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որպեսզի քո երկիրը առանց դիմադրության գրավի։ Վաղը գալու ասելու է, չէ, դե Զեյթուն թաղամասի, ինչ Զեյթուն թաղամաս։ Բանի ինքնապաշտպանություն անցնելու են երեխեքը դպրոցում դրա մասին, թե չէ։ Խամսայի մելիքությունները Արցախի անցնելու են, թե չէ։ Ինչ որ մենք տեսանք իրենց համագումարի ժամանակ, այդա Կորեա է։ Այդա Կիմ Իր Սենը։ Իրանք վաղ կարող է ԶԱԳՍ-ին հրաման տան, որ ԶԱԳՍ-երը չգրանցեն Արարատ, Մասիս, Մուշեղ, Սասուն, անուն չկարողանաս դնել։ Վան, թե դեմես ինձ ուրեմն կողմ ես պատերազմին, այլընտրանքը պատերազմն է, ոչ, այլընտրանքը պատերազմը չի։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ փողոցի ուժերի կուտակում։ Այսինքն դուք Գյումրի 2-ը չեք բացառում համապետական մասշտաբով։ Չենք բացառում։ Խանգարող բանեսպահին կա։ Վստահ եմ, որ ջենտլմենական համաձայնություն հնարավոր է։ Ինչպես տեղի ունեցավ Գյումրիում։ Փաշինյանը հրապարակեց 2026 թվականի նախընտրական հիմնական թեզը՝ իրական Հայաստան կամ 4-րդ հանրապետություն համեմված խաղաղության ու նախկիններին մեղադրելու սոուսով։ Այս ֆոնին ընդդիմադիր համայնքապետի սպանություն տեղի ունեցավ։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ է սպասվում, ինչ ասել է 4-րդ հանրապետություն, եւ արդյոք սա Փաշինյանի հաղթաթուղթն է 2026-ին վերարտադրվելու գործում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։ Պարոն Խաչատրյան, մինչև այդ այն ավելի խորքային բաներն ասնելը, չնայած սա էլ է խորքային կարծում եմ։ Նայեք, Փարաքար, սպանություն, ցավալի դեպ, պատճառներ, ըստ ձեզ, չխախտելով իհարկե ամեղության կանխավարկածը, չգնալով դավադրապաշտության մեջ։ Սրա մեջ քաղաքական անուղղակի կամ ուղղակի բաղադրիչ դուք տեսնում եք, իհարկե երեք դաշնակցության հայտարարությանը ծանոթացել ենք բնականաբար։ Արդյոք չափազանցված չեն համացանցում եւ քաղաքական ուժերի հայտարարությունները, որ գիտեք, սա որ վերադառնում ենք 90-ականների են, գիտեք, այն փուլը 90 սպան եւ մի հակադարձում թարմ 3 ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հանրայինի տաղավարում ասում է մեզ մեղադրում են մարդիկ ու ընդհանրական նախկին, որոնց ժամանակ օրինակ Վահրամ Խորխորոնու սպանությունը իրանց ժամանակվանները մենք այսօր ենք բացահայտում 27 տարի անց, էլ ինչ բանով են եկել մեզ մեղադրում ինչ որ բաների մեջ։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Վահրամ Խորխորոնու սպանության թվերին, եթե չեմ սխալվում, դա եղել էր 90-ականների կեսը, Ռուբեն Ռուբինյանի հայրը ազգային ժողովի փոխնախագահն էր։ Երևի պետքա ընտանիքի ներսում քննարկեն, հասկանան ինչա տեղի ունեցել։ Բարի խորհուրդ է, ես հայլոց ընտանիքների մեջ չեմ ուզում խառնվել, բայց թող չմոռանան եւ Ռուբինյանը, եւ Արսեն Թորոսյանը, ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը, որ իրանք բոլորը ՀՀՇ-ական արմատներից են սերմում։ Բաներեք ամենաշատը իրենք են հիմա թաղում ճակերտավոր։ Դե թող իրանք արմատներին մի հատ անդրադառնան, հասկանան այդ ինչ արատավոր արմատներից են սերում։ Այո, երկրի խնդիրները, թե քաղաքական, թե տնտեսական, զգալիորեն սկսել են հենց 90-ականների սկզբներին։ Եվ հենց 90-ականների սկզբներին դաշնակցությունը քննադատում էր թե տնտեսական քաղաքականությունը, թե ներքին քաղաքականությունը։ Եվ պատահական չի, որ 92 թվականին արտաքսվեց Հույդա-բյուրոյի այն ժամանակվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը, 94 թվականի դեկտեմբերին ապօրինաբար կասեցվեց դաշնակցության գործունեությունը։ Հիմա ասում եմ փոխանակ սելը ճռասել որն է ճռում, թող իրանք հասկանան, թե ինչ արմատներից են գալիս։ Իսկ այսօրվա դեպքերի արմատը։ Մյուսը իրենց ղեկավարներից մեկն էլ երեք հայտարարեց, որ այն ժամանակ օրը մեջ էր քաղաքական սպանություն լինում։ Պապոյանն էր ասում։ Այո, օրը մեջ 10 օրը մեկ չեմ անում, այսինքն ինքը անուղղակիորեն ընդունում է, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը քաղաքական բնույթ ունի։ Այլապես չէր համեմատի
այն ժամանակվա քաղաքական սպանությունները։ Հիմա այո, այն ժամանակ եղել են քաղաքական սպանություններ, ես կարող եմ ցանկը նշել, Համբարձում Գալստյան չափազանց շատ բան գիտեր, Մարիոս Յուզբաշյան չափազանց շատ բան գիտեր եւ այլն։ Իսկ հիմա վերադառնանք այսօրվա իրականությանը, որովհետեւ այն ժամանակ եթե վատ էր, հիմա վատ աստիճան է։ Եկեք ոչ թե Այսինքն ինչպես է մարդը կարծում ինչպես է կապում օրինակ այս դեպքը ընդհանուր այդ ձեր ասացի հետ էլ մթնոլորտի։ Համեզրա եմ ուզում ասի, ռուսական մի արտահայտություն կա, ասում ծառի հետևը անտառը չես տեսնում։ Ինչ որ տեսեք երեկվա նախորդող ուրեմն նորվա 24 ժամվա քրոնիկա։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի համայնքի ներսում սեր եւ հարգանք վայելող քաղաքական գործիչի սպանություն ցավակցում եմ հարազատներին իր եւ ընկերոջ դաժան սպանության կապակցությամբ երկու ընտանիքներին երրորդ վիրավորին մաղթում եմ արագ ապաքինում տեղի ունեցավ քաղաքական սպանություն դաժան եւ ցինիկ նույն օրը Երևանի մանկապարտեզներից մեկի բակում տեղի ունեցավ զենքով ռազմորկա հայերեն բառը չեմ գտնում Նույն օրը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում, որ Հայաստանի Հանրապետության տարածք է համարվում, չկա պաշտոնական մեկնաբանությունի դեպ դեռ միջ այս պահը առավոտյան այսօր։ Մահանում է մեկը, որ այս իշխանությունը նկատմամբ քննադատական մոտեցում ուներ, սենց ասեմ, Արցախի Հանրապետության այնի փոխնախագահան։ Նույն օրը Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր է համարում խայտարակ մեղադրանքով։ Այսքան որ Նիկոլ Փաշինյանն ասում է, քաղաքացու վրեժի ժամանակը դա սիրով համերաշխության կոչ էր, այլ ոչ թե բռնության եւ սպանության։ Եվ իդեպ այդ գիշերը մի երիտասարդ է իրեն կամրջից ցած նետում։ Այն երիտասարդը, որը նստել էր ազգային ժողովի նախագահի աթոռին եւ ծխում էր։ Իսկ Միքայել Աչապահյանը պարզվում է հանցագործը եւ որին պետք է շտապ մեկուսացնել։ Հիմա այս պայմաններում ենք ասում ապրում մենք Նիկոլի Հայաստանի պայմաններն են սրանք։ Տեսեք սպանություն, մահ, քրեական ռազմորկեք, մեղադրական, վերդիկտը մեղադրական այսօր երեկոյան կիմանանք ինչքան են դատապարտում։ Սա է Նիկոլ Փաշինյանի ստեղծած Հայաստանը։ Սա ներսում։ Հիմա դրան գումարենք թուրքերը Հայաստանի ադրբեջանցի, որ Արարատ Միրզոյանը չնեղվի։ Ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության տարածքում բուն են դրել, զավթել են։ Բարբերաբար պահանջներ են ներկայացնում։ Սա է այն իրական Հայաստանը, որը Նիկոլ Փաշինյանը կերտել է։ Այդ որ Հայաստանն է, սահուն անցանք դրան, հա, իրենց համաժողովի ժամանակ, որ ասեց 4-րդ հանրապետություն, դա դրա սկիզբն է, այսինքն դուք ինչ եք հասկանում, օրինակ ինչ ասել է 4-րդ հանրապետություն, ինքը շատ ոնց որ եթե նայենք կառուցվածքային ու խորքային, շատ կառուցվածքային է հնչում։ Ասենք ինչ ասել է 4-րդ հանրապետությունը, ինչով էր վատ 3-րդը, այսինքն այս քայլի նպատակը ո՞րն է, արմատական նպատակ, եթե PR քայլ է առանց բովանդակության։ Այսինքն եւ ամենակարևոր, ինչի է ուզում սրանով հասնել Փաշինյանն ու իր ուժը։ Կա ձև եւ բովանդակություն, իդեպ 3-4 հանրապետության մասին։ Այդ համարակալում է, հա, պայմանական, դա ինչ է։ Հա, ֆրանսիական, գերմանական մոդելն է, չգիտեմ, 3-րդ ռեյխ, 5-րդ հանրապետություն։ Երբ Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում 22 թվականին ներկայացնում էր կառավարության 21 թվականի կատարողականը, երբ առաջի անգամ սկսեց խոսել հայրենասիրության սոցիալ-հոգեբանական մոդելի մասին, ես այն հարց տվեցի, ասեցի, ոչ թե ասկան ռեմարկ հետո հարցը, որ դուք կործանում եք 3-րդ հանրապետությունը, որը ստեղծվել է հռչակագրի տրամաբանությամբ, անկախության հռչակագրի, եւ Հայաստան, Արցախ միասնական հայրենիք էր։ Դուք դա կործանում եք, ստեղծում եք 4-րդ հանրապետությունը։ Եվ եթե 4-րդ հանրապետությունն էր ձեր քաղաքական կրեդոն, դուք դրանով պետք է գնայիք ընտրությունների։ Դուք գնացել եք Շուշիի դեօկուպացիա, Հադրութի դեօկուպացիա, Արցախյան հակամարտության կարգավորում, անջատում, հանուն փրկության բանաձևով,
Կն ժողովրդին խաբել եք։ Ինքն ասում է թվաբանությունը 3-4, ինչ չի հետաքրքրում, սա է մեր մոտեցումը։ Իսկ իրականում իրենք որևէ մոտեցում չունեն։ Իրանց միակ մոտեցումն է Ալիևի համար հաճելի լինել, հասկանալով, որ իրենց իշխանության շարունակությունը պայմանավորված է բացառապես Ալիևի բարեաճ վերաբերմունքով։ Չորրորդը դրա մասին է, հա։ Այս վերջինն ասած չորրորդը էլի։ Այսինքն իրենք իրենց բոլոր զիջումները, անցյալ եւ սպասվող զիջումները փաթեթավորել են ինչ որ 4-րդ հանրապետության թղթով։ Բայց խորքի մեջ դրա նպատակը ստեղծել մի պետություն, պետական կազմավորում, որտեղ պետություն դա չի լինի անկախ, որը արժանանա Ալիևի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքին։ Սա է ամբողջ խնդիրը։ Պետություն նույն Արմեն Գրիգորյանը, աղքը, որը Քարվաճարյան սկզբունքների հեղինակներից էր, Քարվաճարյան սկզբունքները հակադրում էր մադրիդյան սկզբունքներին եւ այլն։ Չէ, իր խոսքն է։ Մի նկար չպետքա կախես, որը հարևանի մոտ բացասական էմոցիաներ առաջացնի։ Այսինքն ստեղծում են ինչ որ մի հատ կազմավորում վարչական, վարչակարգական լավագույն դեպքում, որը ճիշը վադի նիժը տրավի, լավ, ներողություն օտար արտահայտությանս համար, որը հակառակ, որը ուրեմն հարևանների մոտ որևէ բացասական էմոցիա հանկարծ կարող է չառաջացնել։ Այո, որը 30 տարի ասում են առաջացրել եք, մեզ թշնամի ու ագրեսոր են դիտարկել, դրա համար ասած վատ ենք ապրել եւ գիտեք։ Ահա, դա նշանակում է ադրբեջանական պահանջների բավարարում։ Իրանք ինչ են ասում, դե Ադրբեջանն է, մենք ենք 30 տարի նեղում, հիմա իրանք վրեժ են լուծում։ Այսինքն իրանք ինչ են ասում, պարտվել ենք, չէ՞, եւ պետքա հաղթողի պահանջները կատարենք։ Դա է դա նշանակում։ Այսինքն կապիտուլյացիա էլ ուրիշ ոնց է լինում, իրանք նեղվում են դրանից։ Պարտվող կողմին ասում են պետք է անես սա, պետք է հրաժարվես Արցախից, պետք է հրաժարվես նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքից, պետք է հրաժարվես քո տարածքների մի հատվածից, որոնք Ադրբեջանի համար կենսական ռազմավարական նշանակություն ունեն։ Այսինքն են որ մտել են դուրս չեն գալու, դա նկատի ունեք։ Այս պահին որտեղ կանգնած Այս պահի դրությամբ դա է, իրանք ինչ են ասում են սահմանազատման գործընթացում պետք է լինի։ Իդեպ կարծեմ անցյալ տարի այսօրը կամ 3 էր, որ ազգային ժողովը համարեց այդ թուղթը սահմանադրությունը չհակասող։ Ինչ են ասում են սահմանազատումը շարունակելու են հյուսիս-արևելքից։ Ես նույն Արարատ Միրզոյանին ասում եմ, գիտես, Հայաստան ավելի շատ տարածք է զիջել, կամ օկուպացիայի տակ է, հարավից, ինչու հարավից չեք սկսում։ Ինքն ասում է, եթե ինձնով լիներ, այսինքն արտգործ նախարարը հայտարարում է, որ իրան չեն հարցրել, որտեղից սկսեն սահմանազատում, ինչքան կտևի մինչև հասնեն ջերմուկ, ինչքան կտևի մինչև հասնեն Շուրնուղ եւ Գորիս այդ հատվածը, թե այդ ինչ եղավ, որ ճանապարհը տրվեց ադրբեջանցիներին։ Ես տեսել եմ այդ թուղթը, ունենալով գաղտնի փաստաթղթին հասանելիություն, ես տեսել եմ այդ թուղթը, որ Նիկոլ Փաշինյանը սկզբից ասում էր ոչ մի թուղթ չկա, բանավոր է եղել։ Ես տեսել եմ այդ թուղթը եւ ես Աստված եմ կանչում, երբ գա այդ օրը, որ իրանք այդ թուղթը հրապարակեն, հանրայնացնեն, որ հանրությունը իմանա ինչ է տեղի ունեցել։ Ճանապարհի նաեւ Գորիսկապան ճանապարհը նկատի ունեք, հենց դա նկատի ունեք, բանավոր է, հա։ Այսինքն կներեք, դուք երաշխիք չեք տեսնում, որ այդ հատվածից դուրս կգան, անգամ երբ որ հասնեն այնտեղ։ Ես նախ չեմ տեսնում, թե երբ կհասնեն այդտեղ։ Տեսեք, այդ թուղթը, որ բերում էին իրանք, ընդհանրակարգ ռեգլամենտը, իրանք հղում էին անում ՀԱԿ քարտուղարության, ուրեմն ուղեցույցի վրա, որի մասին մենք ես ինքս անձամբ շատ ավելի շուտ եմ խոսել, քան թե իրանք ներառեցին, որը խոսում է սահմանների օպտիմալացման մասին, ինչը բնական է, սենց սահմանը գալիս է, ստեղ մի հատ ծառ է աճում, փոխանակ այդ ծառը մեջտեղից անեն, օրինակ շրջանցում։ Ուրիշ տեղում ուրիշ բան։ Դա նշանակում է, որ սահմանը կարող է փոխվի։ Եթե սահմանը գիծը փոխվում է, տարածքը փոխվում է, նշանակում է դա պետք է բերվի հանրաքվե, բայց իրանք սղացրեցին, անցկացրեցին դա։ Հիմա խոսում են սահմանների օպտիմալացման մասին։ Ես ընդհանրապես չեմ բացառում, որ այդ ռազմավարական կարևորագույն նշանակության ունեցող
հատվածները օպտիմալացման անվան տակ թողեն Ադրբեջանին, չեն բացառում, կամ թողեն այդ հատվածը, ընդհանրենք հետագայում, որովհետև նույն ուղեցույցն ասում է, եթե կա մի հատված, որտեղ դեռ վեճեր կան, ամբողջ գործընթացը մի խափանի, այդ հատվածը թող մնա։ Ու ոչ մի երաշխիք չունեմ, որ եթե այս իշխանությունները շարունակեն իշխանավարել, այդ կարևորագույն հատվածները կենսական նշանակության, Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, ներառյալ կենսական նշանակություն ունեցող տարածքները մնան Ադրբեջանի վերահսկողության ներքո ինչ որ մի երկար ժամանակահատված։ Նույն պարագայում տեսեք նույն 30 տարի։ Հա, իսկ որ ասում են Տիգրանաշենի հատվածին եթե գանք, ասում են տեսեք մենք այնտեղ կարող ենք հայելային Արծվաշենով փոխանակել եւ հարցը լուծվի։ Հա, բայց այն ժամանակ երբ մենք ասում ենք, գիտեք 90-ականների սկզբներին, եթե դուք հիմա ասում եք Արծվաշենը տրվեց, էլի հաշեի օրոք հիշելով Ռուբեն Ռուբինյանին, փոխարենը անի հարցը Տիգրանաշենի հարցը կա, վայ ոնց կլինի, վայ ինչ բան, մենք պրոստը ուղղակի ասում ենք տենց խնդիր, ես որ ասում եք, ես էլ ասենք։ Իրանք հանկարծ որևէ մեկի մտքով տենց բան չպետք է անցնի, բայց այսօր դա էլ են ակնարկում։ Նայեք, սահմանների օպտիմալացումը ինքը բանական երևույթ է, տրամաբանական երևույթ է։ Բայց դրա տակ, այդ անվան տակ զիջումներ, միակողմանի զիջումներ անելը դա արդեն անընդունելի է։ Գլխավոր խնդիրը քարտեզն է, պարոն Խաչատյան։ Ինչի վրա հիմնվել այն որ ձեր ասածը չլինի։ Հիմա գալիս են քարտեզին, տեսեք, նախ իրանք հղում են կատարում Ալմաթայի հռչակագրի վրա, դրա մասին արդեն գիտեք կոշտուկ ա եղել լեզուս խոսելու։ Ալմաթայի հռչակագրի իրավական ուժ չունեցող ինչ որ մի բան է։ Դա զուտ պրոտոկոլային թուղթ է, որի տակ ԱՊՀ անդամ բոլոր երկրները ստորագրել են։ Իրավական ուժ ունեցող ու փաստաթուղթը Մինսկի համաձայնագիրն է, որ Հայաստանը վավերացրել է 10 վերապահումներով։ Այն մյուսը ուղղակի process-ը չեմ ուզում գնամ, այդ ինչ որ մարդկանց հետաքրքրում է, կոչ եմ անում իմ այդ գիրքը վերցնել, կարդալ ամեն ինչ կա։ 3 Սլավոնական հանրապետություն ստեղծեցին ԱՊՀ-ն, մյուսները տխրեցին, նեղացան, հավաքվեցին Աշխաբադում, ասեցին մենք էլ ենք ուզում, հավաքվեցին Ալմաթայում, այս երկրները ստորագրեցին արձանագրություն, միացան համաձայնագրին, բայց քանի որ կար 3 եւ 9, մի հատ էլ թուղթ եղավ, որտեղ 12 ստորագրություն կա։ Ադրբեջանը իդեպ հետ քաշեց այդ ստորագրությունը այդ թղթերի տակից։ Ադրբեջանը միացել է ԱՊՀ-ին 93 թվականի սեպտեմբերի 24-ին։ Շատ ավելի ուշ է միացել, առանց վավերացման իդեպ իրանց խորհրդարանի կողմից։ Եվ չի հանդիսանում ԱՊՀ հիմնադիր անդամ։ Իսկ մեր համար կարևորություն ունեցող թուղթը այն որոշումն է, որով մենք միացել ենք փաստաթղթին, այսինքն մեր միացումն է Մինսկի ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրին։ Դրանից բացի այս իշխանությունները խոսում էին 74-79 թվի ՍՍՄ Գենշտաբի քարտեզի մասին։ Դրա հիշատակումն էլ է վերացել։ Ոչ խաղաղության պայմանագրում, չակերտավոր խաղաղության, ոչ այդտեղ կա, ոչ ռեգլամենտում կա սահմանազատման։ Եվ դա Ադրբեջանի պահանջն էր իդեպ։ Մեր հայկական կողմը պաշտոնական Երևանը ասում էր եկեք այս քարտեզներով, ադրբեջանցիք ասում են չէ, ինչը որ մեզ հարմար է։ Այսինքն օդի մեջ է արվելու կամ դու բան եթե տակը քարտեզ չկա, ես առաջարկում եմ Մհեր Գրիգորյանին, չի, բարձ լոգիկա, բայց ինչի վրա։ Ես առաջարկում եմ կանչել Մհեր Գրիգորյանին, իր հետ խոսել։ 88 դժվար գա դե իրանք թափանց, վայ դժվար գա թափանցիկ է։ Ժողովրդի թիկունքում ոչ մի բան չեն անում։ Ոնց չգա, կգա։ Մենք ցույց էինք տալի, տպած, ես այդ թուղթը դրել եմ սեղանին։ 88 թվականի հունվարյան պրոտոկոլները մի կողմից ստորագրել էր Վլադիմիր Մովսիսյանը, մյուս կողմից ինձ մի բարի մարդ այդ թուղթը տվել էր։ Կներեք Ադրբեջանը դա համարում, իրենք քանի որ չի ասում են մենք խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չենք, հիմա գալիս է ամենակարևոր հարցը։ Արդյոք դա Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, իրեն հռչակել է առաջի հանրապետության իրավահաջորդ, Մուսաֆաթական հանրապետության իրավահաջորդ, իրան հայտարարել է Ելիզավետպոլի գավառի տարածքների վրա պետություն, այսինքն իրանք մեր երկրի նկատմամբ ունեն էական տարածքային պահանջներ, դա իրենց սահմանադիր ակտի մեջ է գրված։ Փաշինյանը ընդունում է, ասում է։
Դե բա որ ընդունում է, հակախաղն Բայց ոչ չենք ասում հանեք, որովհետև խաղաղության պայմանագիրը այդ հարցը լուծելու է։ Դե որովհետև Ասում ինչի դուք բան չէ, պատասխան այդպես։ Կարլ ֆոն Կլաուզևիցը, ինքը աշխարհի խոշորագույն ստրատեգն է, վստահ եմ դուք գիտեք, պատերազմը քաղաքականության շարունակությունն է։ Ինքն ասում է նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որպեսզի քո երկիրը առանց դիմադրության գրավի։ Այսինքն Ադրբեջանն ասում է խաղաղություն թե չէ վայ քեզ։ Նիկոլ Փաշինյանը նույնն է կրկնում։ Եվ հիմա բոլոր նրանց, ովքեր ադրբեջանական օկուպացիայի դեմ են խոսում, ինքը ծուռ հայելիների միջոցով ներկայացնում է որպես խաղաղության դեմ խոսացող։ 3 նախագահներին։ Ասում դուք խաղաղության մեջ կոպիտ ասած մասնաբաժին չունեք, դրա համար չարակամ եք, դե արեք բանավեճի եւ այլն։ 3 նախագահները կերտել էին մի հանրապետություն, որը գործոն էր տարածաշրջանային եւ նույնիսկ համաշխարհային։ Գործոն էր Փաշինյանի պատերազմատենչ եւ ագրեսոր։ Ուրեմն ուղիղ 3 նախագահները քաղաքադաշնակցությունը, լավ դաշնակցությունն էլ այո, մասնակցել է այսօր։ Երբ մենք խոսում էինք խելամիտ փոխզիջումների մասին, Նիկոլ Փաշինյանը ուրեմն ապրիլի 4-ին գնում է 16 թվականին Ստեփանակերտ, 5-ին հետ է գալիս, կնոջ հետ հարցազրույց է, կնոջը հարցազրույց է տալի, որը տպագրվում է իրենց ընտանեկան թերթում, ասում է պատերազմը կավարտվի, եթե եւս 1 կամ 2 շրջան գրավենք կամ ադրբեջանական մի քաղաք ընկնի։ Եվ դա ուրեմն Նիկոլ Փաշինյանն է, որը ռազմատենչ չի։ Երբ մենք խոսում ենք փոխզիջման մասին, ինքը ասում է փոխզիջում բառը պետք է հանենք։ Հələ հիշեք Նիկոլ Փաշինյանի ռազմատենչ ելույթը պատերազմից մի ամիս առաջ օգոստոսի 28-ին Սարդարապատում։ Հա, Տավուշյան։ Եվ իդեպ ինչ շատ հետաքրքիր է, այդ որ սահմանազատն են, այն անվախ դիրքը, որը Նիկոլ Փաշինյանը սարքեց Սարդարապատից եւ Ավարայրի ճակատամարտից, միգուցե Հայկը եւ Բելին, որ հաղթեց այդ ճակատամարտից ավելի մեծ նշանակություն տվեց։ Ինչ հետաքրքիր է այդ դիրքը սահմանի որ կողմում է գտնվելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինչպես տարավ բանակցությունները, ինչպես խափանեց բանակցությունները։ Ասում են մի տարի 8 ամիս է սահմաններին զոհ չունեն։ Հիմա վերադառնանք 2018 թվականը, ինչքան ժամանակ էր, որ ասում են խաղաղություն է սահմաններում, տեսակ ոնց պայթեց։ Իր օրոք։ Դե Նախիջևանի առաջ գալն էին, հիշում եք, ասում էր եւ այլ միջև Արենի հատվածում, որ ասում են չէ, տենց բան չի եղել, հիմա ընդունում են, որ եղել են։ Ավելին ասեմ, ես Մհեր Գրիգորյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել, որ տարածքներում են ադրբեջանցիները, ուրեմն որ գյուղերի, որտեղ իրանք ասում են գյուղերի, ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ, որտեղ են ադրբեջանցիք տարածքներ գրավել եւ երբ եւ ինչքան, որտեղ է իրենք պատասխանելու փոխարեն ազատության մի հատ հոդված է ուղարկում, որտեղ գյուղերը նշված են, երբ են գրավել եւ որքան են գրավել, գաղտնի ապահում։ Ումից է գաղտնի։ Այսինքն կարող ենք անալիզ անել վերջում որ 4-րդ հանրապետություն կոչած, այսինքն ճիշտ հակառակն ինքն է ասում, ինքը ամենա ինքնիշխանն է մեր լինելու, այսինքն դուք լրիվ ուրիշ բան եք։ Հոգուսար լեննական ասած Ղուրբանը տեղնին։ Ինքնիշխան պետությունը չի կարողանում նույնիսկ որոշի իր մուտքի շտամպի վրա ինչ նկար պետք է լինի։ Այդ աստիճանի ենք հասել, հասկանում ես, ասում եմ, եթե դու խոսում ես Արարատի մասին, իրանց էմոցիան, իրանց մոտ վատ ազդեցություն անեն։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, մենք ունենք ֆուտբոլային թիմ, Վան, Ալաշկերտ, այն նույն օրը ադրբեջանցիք Երևան թիմ են ստեղծում։ Դե Ղարաբաղը վաղուց են, Երևան են ստեղծում։ Վաղը գալու ասելու է, չէ, դե Զեյթուն թաղամաս, ինչ Զեյթուն թաղամաս է։ Ամբողջ Երևանի թաղամասերը գրեթե։ Զեյթուն չէ, Մարաշ չէ։ Ինչ նոր Եդեսիա։ Հանենք այդ ամեն ինչը, որովհետև դա հին է։ Մոռանանք մեր դպրոցից Սասունի ապստամբությունը, Վանի ինքնապաշտպանությունը, դա Հայաստան չի, դա Թուրքիա է։ Դա նշանակում մենք անկախ եւ ինքնիշխան ենք։ Ինչու դպրոցից միայն դրա շարունակությունը, կարծում եմ ավելի խորքային իմ կարծիքով վտանգավոր են հայտնի հայեցակարգն է, որը եթե կարճ ձևակերպենք, հա, մշակույթի հարմարեցումն է իրական Հայաստանի թեզին, մոտավորապես այդպեսին
Սա ինչ է։ Դա մշակութային հեղափոխություններ եղել են, տարբեր երկրներում են եղել։ Բայց սրա նպատակն ինչ է։ Նրանք փորձում էին նոր ինչ-որ մի բան անել։ Նույն Մաո Ցեդունի մշակութային քաղաքականություն։ Չէ, ինքը ինչ էր անում, ինքը նոր պետության մշակույթ էր։ Բայց ինքը չէր գնում եւ ասում էր, չգիտեմ, Մին դինաստիան գոյություն չի ունեցել։ Այդ դա մի աստիճան էլ բարձրացնում էր չին ժողովրդի ինքնագիտակ, ճիշտ եմ հասկանում, որ դուք աշխարհի առանցքն եք եւ այլ եւ այլն։ Ինքը չէր խոսում, որ կայսերական Չինաստանը սենց եւ այլն եւ այլն։ Այսինքն լավ գծով։ Սրանք ամեն ինչ են փոխում, այսինքն էլի եմ ասում։ Լավ Վանի ինքնապաշտպանություն անցնելու են երեխեքը դպրոցում դրա մասին թե չէ։ Խամսայի մելիքությունները Արցախի անցնելու են թե չէ։ Ինչպես բան կան։ Իրանք սղացնելու են, ամբողջը փոխելու են։ Առաջի դասարանի դասագրքերից, Այբենանից ինչու են հանում այսօր մաշտոցին։ Մի կողմից ասում են երեխեքը թող դպրոց հեռախոս չբերեն, մյուս կողմից ասում են QR կոդով միացնեն։ Հա, բայց մաշտոցը չկապ ունի Թուրքիայի։ Այդ աստիճանի են ասել, հասկանում եք, Արկադիy, այդ աստիճանի են ասել։ Այս պարագայում, այսինքն դուք ներկայացումներ, բաներ, հա, ինչ է սա։ Այսինքն այդ է, հիշում եք 18 թե 19 թվին, երբ ազգային ներկայացումներ ազգային ոճով, ոգով չէին անում, փոխարենը ֆինանսավորեցին ինչ-որ մի հուզանգ եւ զանգ գրոտեսկը մետրոյի տակ հանրապետության։ Այդ ներողություն այդ տիպի բաներ են լինելու։ Կտրում են քեզ արմատից։ Կտրում են քեզ արմատից։ Վաղը եթե ես ասեմ Արցախի հանրապետություն, իմ դեմ քրեական հետապնդում կարող են սկսել։ Հա, եթե պայմանագիրը մտնի ուժի մեջ, այո, մեղադրելով ինձ, որ ես, ուրեմն պատերազմ եմ քարոզում։ 8-րդ կետն է կարծեմ հոդվածը, հա։ Ես ճշնամություն եմ քարոզում։ Բայց այն որ Ալիևը վերակենում Նիկոլ Փաշինյանին, իր կիրթ եւ կառուցողական գործընկերոջը հրապարակավ ստորացնում, այդ իրանց վեճը չի։ Այսինքն սա բոլշևիկյան մոտեցում է, ինչ է։ Ինչ ասես ասին, Կորեա, էլ Չուչխեի գաղափար։ Նայեք, Չուչխե Չոմբե թողենք մի կողմ։ Ահա, թե դրանք ավելի Այն ինչ որ մենք տեսանք իրենց համագումարի ժամանակ, այդա Կորեա է։ Այդա Կիմ Իր Սենը։ Կոսկեցի, հա։ Լավ, այդա Կիմ Իր Սենը։ Դա ուրեմն Խրուշչովն է, չէ, ժամերով խոսում էր, Բրեժնևը ժամերով խոսում էր, Գորբաչովը ժամերով խոսում էր։ Դա նույնն է, ինքը խոսում էր վերեինկանում ծափ էին տալի։ Հետո էլ գնացինք ավելի վատ, գնացինք հասանք Հյուսիսային Կորեա, Կիմ դինաստիաները, Կիմ Իր Սեն, Կիմ Չեն Իր, Կիմ եւ այլն։ Աֆրիկա, լավ, Չուչխե Չոմբեն Աֆրիկայում է։ Դրան ենք առնում, ասկան մի կողմից ինքը ստեղծում է Ադրբեջանի խամաճիկային վարչական միավոր, ինչ Ադրբեջանն ասի, ինքը կանի։ Դա 4 հանրապետություն գծիկ, դա ճիշտ եմ հասկանում ձեզ։ Իսկ ներսում լինելու է բացարձակ միապետություն։ Նիկոլ Փաշինյանի միայցան իշխանությունը։ Վերակենում ասում կառավարությունը ես եմ։ Լավ կառավարության անդամներ։ Թե մոտ հարց չի առաջանում, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է։ Երբ նախագահականից անցում կատարվեց կառավարապետության, ուրեմն խորհրդանական մոդելի, հենց գաղափարը դա էր, որ մի նախագահ չի որոշում, ստեղծում է կառավարություն, որը կոլեգիալ մարմին է, ինքը ուրիշներին դատում է սահմանադրական կարգը տապալելու հոդվածներով, բայց ինքը տապալում է սահմանադրական կարգը, ասում է կառավարությունը ես եմ, ու նախարարները սենց նստած են, ժպտում են։ Այսինքն դու ունես էլի եմ ասում մի պետություն, որը ենթակա է լինելու իրանց հայեցակարգը, իրականությունը, ոչ թե են թուղթը, որ իրանք տպել են։ Ադրբեջանին եւ Թուրքիային, վաղը Թուրքիան կարող է, տեսեք Թուրքիայի պանջնա չի արատ անելը։ Իրանք վաղը կարող է ԶԱԳՍ-ին հրաման տան, որ ԶԱԳՍ-երը չգրանցեն Արարատ, Մասիս, Մուշեղ, Սասուն, հա, անուն չկարողն ես դնել։ Վան, անուն չդնես մա։ Չդնես, այո։ Այդքան խորքային եք մտածում որ կգնա։ Դրան է գնալու։ Պարոն Խաչատրյան, լավ, Մյուս կողմից էլ ներսում լինելու է Նիկոլ Փաշինյանի անձնական բռնակալությունը։ Այդ ինչի մասին խոսում եք, սա վերջում քաշնեմ, այդ նախավերջին միջանկյալ հարցես պարագայում, հա։ Այս կլի նախաբանում էլ դրա մասին խոսեցի։ Այդ ինչ որ դուք նկարագրում եք, կարող է սա
հենց ճիշտ հակառակը լինել իր հաղթաթուղթը, եթե լինեն արտահերտ կամ հերթականություն, որովհետև ժողովրդին ամեն դեպքում ամբողջ թե ժողովրդահաճո խաղաղություն, տարի ու կես ծառայություն, չգիտեմ, եւ այլն, հարստություն, բարեկեցություն, առևտուր, միլիարդները կգան, ստեղից կմտնեն, ընդից դուրս կգան, եւ այլն, էժան ապրանք, կարող է լինել հաղթաթուղթ, սա ինքը մի բան մտածել է, որ սա արել է, էլի։ Դե դեռ հին Ռոմից էր գալի, հաց եւ խրախճանք, եւ խնդիր է ունենում կայսրը։ Այսօրվա Հայաստանում աշխատող չեն կարողանում ապահովել, մենք տեսնում ենք տնտեսական աճը կանգնել է, մենք տեսել ենք աշխատավարձերի բաշխումը։ Ես որ տեսնում եմ Հայաստանի միջին աշխատավարձը $743, ամեն օր գնում եմ տուն, կնոջս ասեմ կնիկ, բայց ինչի քո աշխատավարձը $743 չի։ Այսինքն բաշխումն է շատ կարևորը, որ այդպեսին չի։ Այսինքն շատ բարձրի ու շատ ցածրի իրանք մի փոքրիկ խումբ մարդիկ կան, որոնք շատ բարձր աշխատավարձ են։ Այդ մոտավորապես ես այդ օրինակը ազգային ժողովում էլ բերեցի, ասեմ, իմաստեղ մենք մեր համար քննարկում ենք, մեկ էլ Աբրամովիչը որ մտնի այս դահլիճ, բոլորս միանգամից միջինում կդառնանք միլիոնատեր։ Լավ, այսինքն միջինը ոչի բան չի ասում, ինքը վիճակագրական շեղում է, իրանք խափում։ 3 միլիոն եւ 150,000 օրինակ աշխատավարձերի միջինը պարզ է ինչա դուրս գալու։ Հա, դու մոտավոր չտանենք այդ պարզ բանը, այսինքն եթե պետքա խոսենք։ Չէ, դրա տնտեսականը մի ուրիշ է, հա, չէ, դա գիտեք, մենք ստեղ 5 հոգով ենք ենթադրենք, ամեն մեկը 20,000 դրամ աշխատավարձ ունենք, ստանում հավասար ենք։ Դուք վաղը ստանում եք 100,000, մենք շարունակ ստանում ենք 115,000, միջին աշխատավարձը կմեծանա իհարկե, բայց 4 հոգի ավելի վատ բակ ապրեն, քան թե դու։ Շատ լավ։ Եվ ինքը խրախճանքներ անում, այս ֆեստիվալները, այս համերգները, ժողովրդին այս գիտեք, այս գլուխ ուղեղ լվանալը եւ բերում է մյուս կողմից դա է դա որ տեսեք ինչ լավ արդեն այսքան համերգա լինում եւ այլն ինքն է գնում թատրոն չեն կրակում տարիքեսներ կա այտենց էլի այդ ամբողջ հիմա էլի եմ ասում ինքը նարատիվը ոնց ա դրել եթե դեմ ես ինձ ուրեմն կողմ ես պատերազմին այլընտրանքը պատերազմն է ոչ այլընտրանքը պատերազմը չի այսինքն պատերազմ բերումներ բնականաբար դուք եւ ընդհանուր հասկացաք ովքեր են բոլորին ով իրան դեմ ասում է պատերազմի դեմ ենք ոչ Ադրբեջանն ասում է չանես կլինի կռիվ դու ասում ես չանեմ կլինի կռիվ գալիս ես բացառապես ադրբեջանական նարատիվն ես Հայաստանում տարածում եթե դու դեմ ես զիջումների չի նշանակում որ դու կողմ ես պատերազմի դու ասում ես դիվանագիտական միջոցներով, բանակցություններով, դաշնակիցներ ձեռք բերելով, ոչ թե սաղին կորցնելով, բանակցի ավելի լավ պայմաններ։ Այսինքն չանեսը չի նշանակում, որ կլինի կռիվ, հնարավոր է չանես ու չլինի կռիվ։ Այո, որովհետև եթե իրանք ասում են, եթե չանես, այդ սաղ թուղթ է, չէ, Արման Եղոյանն ինչ էր ասում, ՄԱԿ-ը, այդ ամեն ինչը, այդ աշխարհն արդեն չկա, միջազգային։ Եթե ուժի վրա է հիմնված այդ ամեն ինչը, այդ թղթի կտորի համար ինչ է կոկորտ պատռում։ Ասք մի կողմից խոստովանում եք, որ ուժի վրա է հիմնված եւ այդ համակարգերը չեն գործում, մյուս կողմից թուղթ ես բերում։ Ինքդ քեզ ինչ ես խափում։ Ինքդ քեզ հակասում ես։ Ասում ես, չէ, ես բանակի վրա լրացուցիչ, հա, բյուջեն 26 թվականի պաշտպանական ծախսերի մեծացում չի նախատեսում, այսինքն եւ բանակը առաջնայինը չէ, մեր նպատակը լեգիտիմությունն է, մյուս կողմից ասում ես, չէ, դե հիմա ուժի խնդիր է այս դարում։ Իսկն էլի են ժողովրդին པարզ խափում են։ Եթե ուժի խնդիր է, ինչ ես գնում բանակցում, ինչ ես փող ծախսում 20 հոգով գնում Վաշինգտոն, Աբու Դաբի, Ստամբուլ, այդ փողը ծախսի մի հատ փամփուշտ ավելար։ Դե բանակը չի առաջնային, այլ բաղադրիչներ կան, վերջում է բանակը։ Դե բայց իրանք մյուս կողմից էլ հերքում են, ասում ենք, չէ, ախպեր ջան, մի համաձայնվի բանակցություններով, ավելի լավ բանակցություններով, ավելի լավ պայմաններով խաղաղության արի։ Որտեվ խաղաղությունը կարող է լինի հարատև, եթե կողմերի կենսական շահերը կենսական բավարարվում են։ Մենք պարտված ենք, բայց ունենք ասում այդ ներուժը, ռեսուրսը, այդ Այսինքն եթե չունես ներուժ որևէ բան, ձեր ասածն անելու էլի։ Եթե չունես ներուժ, այսինքն զենքի դեմ ոչինչ չունեմ, ուրեմն թուղթը չի կարող քեզ պաշտպանել։ Որովհետև ասում գնամ դուք էլ եք գալու նույն բանն անեք, չունեք ինչ տարբերություն։ Լավ, մինչև իրա գալը այլ պայմաններ էր, չէ, այլ իրավիճակ։ Հաղթած էինք։ Հաղթած էինք, այսինքն տեսեք թող հրապարակեն մենք դեռ 21 թվականից, 22 թվականից, 21 թվականից ասեմ հրապարակի բոլոր փաստաթղթերը
որոնք քննարկվել են Արցախյան Հիմա ընդդում են նախագահները օրինակ 19-ն, ասում են 19 հրապարակի, չէ՞, 19-ի առաջարկներն են ասում։ Հա, որովհետև այն մնացածները կան, ինքը որ ասում է ես չգիտեմ ուրա կորել քիվեստը, կա այդ քիվեստի փաստաթուղթ։ Դե եթե չես տեսել, բա ոնց ես քննադատում։ Ուրեմն ինքը կա եւ տեսել է։ Միակ փաստաթուղթը, որը սկսվել է, այսինքն շրջանառվել է 19 թվականին, ապրիլի 15-ին, հետո հունիսին ներկայացվել է վերջնական տարբերակը, այ դա է, որ իրան գաղտնի են պահում։ Արադ Միրզոյանը անդադ իր անունը։ Էդ ինչ կա դրա տակ։ Լավ կարճ որ ասած ռումբ է ինքը, ինչ է։ Դու տեսնում ես թե ինքը ինչ ժառանգություն է ստացել եւ իր ձախող քաղաքականության արդյունքում ինչ այլ առաջարկություններ ներկայացնում է։ Ինչ ինքը ստացել է, դա կրակովյան աշխատանքային փաստաթուղթներ, որը ինքը հրապարակում է, հանրայնացնում է կապանում, ինչև այդ իրեն հարող ուրեմն ինտերնետային ռեսուրսներից մեկն էր տպել։ Ինքը դա կարդում է։ Դա այն Խովայևի 19-ի դրամասն է 19-ը կներեք։ Այսինքն նկատում եմ 19-ը, որ եթե պարզ ասենք ժողովրդին, այդ 19-ի փաստաթղթին իրագործելու կամ համաձայն, իրանք ասում են համաձայն եղել են գիտե բոլոր կետերին։ Դա կփոքրացներ հավանականությունը, չասենք կբացառեր 20 թվի հավանականությունը կփոքրացներ։ Գիտես խնդիրն ինչու՞մ է, գրամիկան մի խոսք ունի, ասում ավելի լավ է 10 տարի բանակցես, քան մի օր պատերազմ ես։ Պետք է կարողանաս ճիշտ բանակցես եւ բանակցային գործընթացը չտապալես։ Երբ բանակցային գործընթացը տապալվում է, սկսում է պատերազմ։ Ինչպես տապալվեց։ Հետո ես ձեզ հիշեցնեմ, պատերազմից մի երկու օր առաջ 20-ին կարծեմ Ալիևի հարցազրույցը 3 ադրբեջանական դրատամիջոցներին եւ հետո Հակինազն մի առանձին բան գրում։ Սեպտեմբերի 26 լույս 27-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի մոտ տալիս է հարցազրույց, որի անոնսն է գնում։ Որ ես ինչ կանեմ ադրբեջանեսական։ Բայց ինքը ավելի կարևոր բան ասում է, եթե ադրբեջանցիները նոր տակտիկա են ворթեգրել եւ գաղտնի տեղեկություններ են հրապարակում, այ ես տեսեք ինչ կանեմ։ Ինքը չի հերքում Ալիևին։ Ինքը ուղղակի ասում է դա գաղտնի է։ Կա հիմա եթե չեն ջնջե YouTube-ից, ես ես կտամ դաունլոդ արած օրինակը։ Լավ, բայց ինքը չի ասում խափում Ալիևը, ինքը ասում է եթե գաղտնի տեղեկություններ է հրապարակում, ես էլ նես տեղեկություններ կտամ, որ Ադրբեջանը հիմնաբան կլինի, անհուսալիորեն կապա անկայունանա ինչ-որ տես մի բան, բա կռիվ էր սկսե հրապարակեիր, բա կռիվ սկսեց, քո հարցազրույցը եթեր չգնաց, որովհետև կռիվ սկսեց, բայց կռիվ սկսելու օրը փոխանակ ապակայունացնես երկիրը, ասում ես ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու, այս սենց եկանք այսօրվան, որ ինքը հիմա էլ ասում է ստեղծեմ 4-րդ հանրապետություն, որը հարևանների մոտ բացասական էմոցիաներ չի առաջացնում։ Իսկ ինչ էմոցիաներ են առաջանում Հայաստանում հարևանների վայրահաչոցներից, այդ իրան չի հետաքրքրում։ Եկանք երկին, որ այդպես։ Ասում եք, վերջին ասում ենք, նու էլի ասել բնականաբար, այսօր կրկնեցիք, սահմանադրությունը խախտել, միապետություն ներսում, ադրբեջանական պահանջներով պետություն դեպի դուրս ստեղծել եւ այլն, ծանրագույն մեղադրանքներ։ Որոնք մենք ներկայացրել ենք իդեպ դատախազություն, որտեղ մենք ողջամիտ կասկածով, որ դա պետական դավաճան է։ Okay, հիմա մարդիկ ասում են, ժողովուրդը, եթե իհարկե ժողովուրդը ընդունում է այն ինչ հիմա դուք եք ասում։ Ասում են ինչ անենք։ Ասում են լավ, ելքը, վերջը, ինչ անենք, մանավանդ որ չունենք բան, որևէ երաշխիք, որ արտահերթում կամ հերթականում չի վերարտադրվելու, վաղը ինչու է առիթ ծառայեց, վաղը օրինակ հայտնի լսումներն են, որ Իշխան Սաղաթելյանը իմ տաղավարում ասաց, որ ունեք ներկայացուցիչ բնականաբար, չգիտեմ ներկայացուցիչներ եզակի թողա, ֆրակցիայից, ու նաև դրսումել են նախատեսում, հա, արդեն հասարակական դրսում ակցիա եւ այլն։ Հիմա այդ էլի այս համար 1 բան չեք համարում, համար 1 միջոց այս պահի դրությամբ impeachment-ին դիմելը, հետո նոր մտածել impeachment պլյուս փողոց նկատի ունեմ, էլի։ Սա չեք համարում այս պահի առաջինը, հետո նոր մտածենք այն մյուսի մասին։ Այդ թուղթը, որը դրված է քննարկման, ինքը
հայտարարության մի քիչ ուրիշ քաղաքական, ուրիշ փոխվել է էական, լավ, փոփոխություն կա իհարկե։ Հասկանում եմ, ուղիղ impeachment-ը չի, այո, այդ այն ինչ որ մենք դուք էլ եք արել մի անգամ։ Եւ պատիվ ունեմ էլ հա այն որ այսինքն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է։ Ուզում ասեմ, նա գեներացիա Եվ այն հիմքերով, այն հիմքերով, որի մասին էլ եմ ասում, հենց կառավարությունը 21 թվականի կատարողականը բերեց 22 թվականի գարնանը։ Մենք հենց դա ենք ասում, որ դու նախ ավելին ասեմ, ազատ ներողություն։ Դեռևս երբ հաստատվում էր կառավարության ծրագիրը, ես հարց տվեցի Փաշինյանին, ասեցի. «Սա ձեր նախընտրական ծրագիրն է, սա կառավարության ծրագիրն է»։ Սարեր ձորեր, ասես դե դա նախընտրական ծրագիր էր, հիմա մենք քննարկում ենք կառավարության ծրագիր։ Կառավարության ծրագիրը մի բան է գրած, կատարողական այլ բան է գրած։ Մենք դեռ 22 թվականից էինք ասում, որ մեկը մյուսի հետ կապ չունի, այսինքն 25 թվականին գյուտ չի արվել այն երկու հոգու կողմից։ Եվ մենք ասում ենք, այո, դա հիմք է իրեն անվստահություն հայտնելու համար։ Եվ մենք ասում ենք, որ անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ փողոցի ուժերի կուտակում փողոցային եւ փողոցային բառը մի քիչ տեղ անջում արտախորհրդանական եւ խորհրդանական պայքարների համատեղումը անհրաժեշտ։ Խորհրդանականը նաեւ ենթադրում է ընտրություններ եւ յետընտրական զարգացումներ։ Բնականաբար։ Այսինքն դա է բաղադրատոմսը։ Հիմա չսկսել դրանից դեղատոմսը։ Իսկ իմ օրինակ ինչու չսկսել հենց դրանից։ Օրինակ վաղ առիթ ծառայեցնել, դուք էլ ակտիվորեն մասնակցեք փողոց գեներացնելու, վաղվա լսումները աստիճանաբար վերաճեն այն մյուսին։ Դա համար որտեղ դահլիճում լինելու են արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ինչպես հասկանում եմ, որտեղ պատիվ ունեմը բանակցել է բոլորի հետ, այսինքն ինչ որ համախումբ լինելու է, իհարկե անունը լսումներ է լինելու։ Ուզում ասեմ, ինչ վատ տրիգեր է, պարոն Խաչատրյան։ Մենք դուք կրկնում եք այն, ինչ որ մենք ենք ասել։ Մենք ինչ էինք ասում, ասում ենք ոչ թե ստորագրությունն է ժողովուրդ հավաքելու, այլ պետք է ժողովուրդ հավաքես, որպեսզի ստորագրությունը լինի։ Եվ սա խոսակցությունը պետք է գնա, լավ, ինչ անենք, որ սա լինի։ Այլ ոչ թե նախընտրեց մանդատը դնի, միայն թե impeachment չանի։ Տես տիպի բաները հետևից հարված են նշանակում։ Մենք մի ասել ենք, եկեք նայենք, ինչ ա լինելու։ Կա 6 ստորագրություն, կա 28 ստորագրություն, եթե այն ճանապարհով էին գնում։ Սա նույնն է։ Այդ երկուսի հարցը ո՞նց եք լուծում։ Կամ եթե եղավ, հետո այն մնացածի հարցը ինչ են կանելու։ Դա հնարավոր չէ, թե չլինի ժողովրդական ճնշում, այսինքն չի կարելի կարգը ձիուց առաջ կապել։ Մեթոդական խնդիր կա։ Եվ դա բերել ներկայացնել, այ չէ, ուրեմն դուք չկարելի։ Չէ, դա ներկայացնել։ Մենք մեր մոտեցումը հայտնել ենք եւ մեր մոտեցումանը մենք հավատարիմ ենք, որ անհրաժեշտ է խորհրդանական, արտախորհրդանական պայքարների համատեղում, դրա համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ուժ գեներացնել փողոցում։ Օրինակ, վաղվա ուժի գեներացմանը կարող մասնակցեք առանց գաղտնիք բացելու, թե արդեն մասնակցելու եք կամ այդ փողոցի ուժի գեներացմանը, օրինակ։ Այսինքն թե դու վաղը փողոցում հավաքես ինչ որ X թվով մարդ եւ լինի լսումներ, ասել են որ այդ պահի դրությամբ ես չեմ կարծում որ դա կարող է մեծ ինչ որ մի բան լինի։ Դա համար անհրաժեշտ է խոշոր տրիգեր եւ համատեղ ուժերով փողոցային ճնշում եւ դրան զուգորդած խորհրդարանական գործունեություն։ Այն ձեր ասածները Փաշինյանի մասին են ինչ որ մեղադրանքները, դա փաստորեն տրիգեր չի, հա։ Ուրիշ բան պետք է։ Հիմա գալիս ենք նույնը, բայել ինչա որ չէ։ Չէ, ժողովրդի համար, էլի, կարող է լուրջ չի։ Կարող է լուրջ չի իրանց համար։ Լավ, առիթ։ Սահմանադրական հանրաքվեն ինքը շատ լուրջ տրիգեր կարող է լինի։ Ահա։ Որովհետև սահմանադրությունը, ընտրությունները դու կարող ես անել են ինչ որ Երևանում եղավ։ Շատ փոքր մասնակցություն, շատ փոքր մասնակցության մեջ մի Իրանի ընդդիմադիր ներկայացնող ուժ անցնում է, հարում է իշխանությանը, գիտենք ինչ եղավ։ Այն մեկը միանում է եւ իշխանությունը ձևավորվում։ Որը նախ պետքա թույլ չտալ իհարկե։ Բայց խնդրեմն է, որ ես ընտրություններից մանդատ ստանամ նոր անեմ հանրաքվե, եթե հիշում եք սահմանադրականը։ Ասում են ընտրությունից հետո է դրել, էլի դա։ Այդ ժամանակ ասում ես բացարձակապես չեմ բացառում, որ ընտրությունների նախօրյային ինչ որ մի բան իրան կանեն, ավելին ասեմ, ես նույնիսկ չեմ էլ բացատրում, որ Ալիևը իրան ժեստ անի ընտրությունների նախօրյակին։ Որովհետև եթե ադրբեջանական մամուլը նայում եք, իրանք հստակ իրանց նախասիրությունների մասին խոսում են։ Այսինքն դա կարող է լինի տրիգեր, հանրաքվեն, ընտրությունները,
Աստված մի արածը էլի ինչ որ մի բան լինի կամ երկրի ներսում կամ սահմաններից դուրս, սահմանների վրա։ Վերջին հարցը դուք կներեք ընտրությունով վերընտրվել է Փաշինյանի ընտրությունով հաղթելը ձեզ էլ այդ հարցը տամ։ Ընտրությունով հաղթելը համարում եք հնարավոր իհարկե եթե լինի փողոցային ակցիաներ եւ այլն հետընտրական նախընտրական այսինքն պետք է լինի նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործողությունների ամբողջություն։ Այո, ես համարում եմ դա, որովհետեւ Փաշինյանը պարտվեց Գյումրիում։ Ակնհայտ է, չէ՞ որ Գյումրիում ինքը պարտվեց իր տեխնացուն համեմատական մեծամասնություններ, ներողություն հարաբերական, բայց ընդդիմադիր ուժերը համատեղ ավելի շատ ձայն ունեին։ Այսօր եթե նայում ենք օրինակ հարցումները, տեսնում ենք որ այո Փաշինյանը հարաբերականորեն կարող է մի քանի տոկոսային կետով ավելի շատ ձայն ունի, քան թե ընդդիմությունը, բայց հավաքական ընդդիմությունը անհամեմատ ավելի շատ ձայն ունի, քան թե Նիկոլ Փաշինյանը։ Հա, այսինքն դուք Գյումրի 2-ը չեք բացառում համապետական մասշտաբով։ Չենք բացառում։ Խանգարող բան էս պահին կա։ Հա որ գումարեն հետո, հա, ինչպես արեցին հենց ուղիղ Գյումրիում, այսինքն դուք դիտարկելով դաշտը, այս պահին առաջադրվող, կիսա առաջադրվող ուժերին եւ այլն գալիս եք այդ եզրահանգման։ Չէ, կան իհարկե ուժեր, որոնք ընդդիմադիրի պիտակով, ընդդիմադիր դրոշակի տակ են գնում, բայց իհարկե Նիկոլ Փաշինյանի սնուցած ընդդիմություն։ Դրանք չեմ կարծում խոշոր։ Ես նկատում եմ հիմնական երևացող խաղացողներին։ Ուղիղ մեր ձևով կոչված ուժը նույն հանրապետականը ձեր եւ ընդհանուր ուրեմն դե ամենախոշորը Հայաստան դաշինքն է ձեր խորհրդանական գործերն այո այսինքն ես հայտիներին նկատում այո ես կարծում եմ որ վստահ եմ որ ջենտլմենական համաձայնություն հնարավոր է ինչպես տեղի ունեցավ Գյումրիում փորձելու են իրանք ճակ մտցնեն նիկոլականները իհարկե փորձել են Գյումրիում էլ փորձեցին հա անգամ այս հայտնի ուժերի մեջ խոշորների մեջ ճակ մտցնեն դե Գյումրիի հավաքանիում փորձեցին չէ մարդ փախցնեն հազար ներողություն այսինքն անգամ էս չեմ ուզում այդ թեման բացենք սա վերջինը հրաժեշտ ենք տալիս անգամ էս ներընդդիմադիր թեկուզ եւ ներքևի միջին ֆորմատում այդ փոխհրաձգությունները հաղթահարելի են ու չեն խանգարի եթե ճիշտ եմ հասկանում այս բոլոր ուժերը չէ իրանք ինչ են կոչում ընդդիմություն որով իրանք ընդդիմադիր են իշխանությանը այսինքն եթե դա գերիշխում է, իսկ կարծում եմ այսօր գերիշխում է, որովհետև հասկանում են ինքն է, Նիկոլ Փաշինյանն է երկիրը տանում կործանման։ Բոլոր տարաձայնությունները հաղթահարել են, ինչ մասին է խոսքը։ Եղել է, չէ՞, մենք ունեցել ենք փուլեր, մեր Հայաստանում մենք ունեցել ենք այդ փուլերը։ Հայաստանում մենք ունեցել ենք փուլեր, որ մի օրվա ընթացքում իշխանությունն է փոխվել։ Հիշեն կոմունիստները դարձան ՀՀՇ-ական, հետո այս խմբակցությունը դարձավ, հետո երկրապահները դարձան հանրապետական։ Եղել է, հա։ Շնորհակալ եմ շատ։ Սիրով։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք